Էքստրեմալ սահքի համար երեխաները նախ պետք է հաղթահարեն 6 մետրանոց աշտարակի խոչընդոտները, հասնելով գագաթ դիրքավորվեն, ապա սլանան ցած։ Մանկական ծիծաղի ձայներ Երևանի Միսաք Մանուշյանի այգում արդեն շատ հաճախ են լսվում։ Կերոնզարգացման հիմնադրամը գործընկերների հետ այստեղ կառուցել է նոր եզակի խաղահրապարակ, հետաքրքիր խորագրով հայ գյուտարարներ, գիտությունը ներսից դուրս։ Խաղահրապարակը կառուցելիս օգտագործել ենք գերժամանակակից նյութեր, վերամշակված նյութեր, խաղահրապարակը սարքված է միջազգային վերջին ստանդարտներով եւ օգտագործված են լավագույն նյութեր, բերված են միջազգային լավագույն ընկերությունների խաղասարքեր եւ այն ներառական է եւ անվճար։ Գիտության թեմայով խաղահրապարակը հնարավորություն է ինտերակտիվ խաղերի միջոցով երեխաներին մոտեցնել ֆիզիկային ու աստղագիտությանը։ Բոլոր խաղասարքերն արտացոլում են գիտական տարբեր փորձեր, ինչը կնպաստի, որ փոքրիկները դեռ վաղ տարիքից բացահայտեն գիտության աշխարհը, ծանոթանան հայ մեծանուն գիտնականների, նրանց գյուտերի հետ։ Երեխաները թերևս խաղի միջոցով են լավագույնս սովորում որևիցե մի բան եւ մեր նպատակը հենց դա էր, որ անմիջական առօրյա խաղի ընթացքում երեխաները խաղալով սովորեն մեր այն մարդկանց անունները, որոնք շատ կարևոր են մեր ազգի պատմության համար եւ մեծ ներդրում ունեն նաեւ համաշխարհային պատմության մեջ, նաեւ լինելով հայ։ Սա մայրաքաղաքում Կերոնի կառուցած երրորդ եւ վերջին խաղահրապարակն է։ Նման միջավայր է ձևավորվել նաեւ Օղակաձև զբոսայգում եւ Խաչքարերի պուրակում։ Խաղահրապարակները ստեղծվել են հայկական խորհրդանիշների հիման վրա՝ հայկական գորգ, կենաց ծառ, կարմրախայտ ձուկ։ Մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ ընդամենը 3 խաղահրապարակ կառուցելով մենք եւ այս 1 տարվա ընթացքում մենք տեսնում ենք մեծ տենդենս Հայաստանում լավագույն խաղահրապարակներ սարքելու թե մասնավոր ընկերությունների կողմից, թե արդեն իսկ նաեւ պետությունն է հետաքրքրված այս որակի խաղահրապարակներ սարքել եւ այսօր անգամ մեր 2 խաղահրապարակներին կոնկրետ այս խաղահրապարակին նաեւ միացել է մասնավոր paper ընկերությունը։ Հայ գյուտարարներ, գիտությունը ներսից դուրս խաղահրապարակը նախատեսված է 3-ից 12 տարեկանների համար, սակայն բաց է բոլորի համար։ Հիմնադրամի տնօրենի խոսքով կարևոր է նաև ներառական մոտեցումը, որը 3 միջավայրում էլ ապահովված է։ Արամ Արանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։